Juju. It's not Juju. It's Roman. Mama. Գիշերը ընկույզ էի լվացել, թրջել ու առավոտյան գույնն ենքան ա բացվել, մինչ լվանալը ես գույնի չէր, բնականաբար ու իրոք ճիշտ է էլի լվանալը ու դե ընդեղենն էլ կարևոր է թրջելը ավելի օգտակար է, քան եթե այդպես չոր ես ուտում։ Առավոտյան անպայման տալիս եմ Ռոնիին ու Արեգին մի քանի հատ կամ պոպոկ կամ նուշ թրջած։ Ողջույն սիրելի ընկերներ, ես տղաներիս հետ եկել եմ եկեղեցի, այսօր Սուրբ Հարության օրն է, առավոտյան ժամը քանիսն է, 11:30 է, չի ավարտվել դեռ բանը, բալես, ժամերգությունը դեռ չի ավարտվել, գնանք մի քիչ նստենք եկեղեցում, հա, մի քիչ ներսում կմնանք, շատ մարդ կա ներսում, ոգ, սայ, Գնացեք, քայլեք առաջ քայլեք։ Եկեղեցում շատ մարդ կար, տեղ չկար նստելու, ընդհանրապես կանգնեցինք մի քիչ, երգեցինք, աղոթեցինք իրենց հետ ու դուրս եկանք, որովհետև Արեգն արդեն անհանգիստ էր երեխաների հետ, բնականաբար չես կարող ամբողջ ժամերգությանը մնալ, մանավանդ կանգնած վիճակում։ Մի խոսքով հիմա գնում ենք, ուր գնանք։ Ռոնին քաղցր ձվիկներ եմ խոստացել։ Գնանք վերցնենք, գնանք տուն։ Էստեղ։ Ումը ջարդվեց։ Հիմա։ Քոնը։ Քոնը չի ջարդվել։ Բամալ Մակդոնալդս։ Հա? Հələ տեսնեմ։ Հիմա Ռոնին ա խփում։ Հələ տեսնեմ, Արեգինը ջարդվեց, վայ։ Բայց Արեգի այս մեկը չի ջարդվել։ Հələ պահի։ Հիմա դու խփի։ Ես։ Թող ինքը խփի մի հատ, թող էլի կտամ ձու, Ուժեղ չի խփում։ Ջարդեցի՞ր։ Հա? Ջարդես, նո։ Հələ տեսնեմ։ Քոնը ջարդվեց, բալ։ Հələ թող անուն խփի հիմա։ Բեր մյուս մասը։ Ումը ջարդվեց։ Անուինը ջարդվեց։ Մեզ մոտ ժամը 8-ն է։ Շատ լավ ժամ է դուրս գալու, այգի գնալու համար։ Մի քիչ էլ վիտամին D կստանանք։ Ես ու իմ տղան։ Ինչա։ Քանի հատ եղնիկ կան։ 1, 2, 3 հատ եղնիկ կան, բալ։ Թանակ ա քսել, չէ, ֆլոմաստեր ա քսել ճակատին։ Հա?
Ընդհանրապես այստեղ շատ վաղ են արթնանում հիմնականում ու ժամը 6-ից գալիս են էլի, այստեղ հիմնականում 6-ին 6:30 ավելի շատ մարդ լինում, քան ասենք 8-ից հետո գալիս մարզվում են։ Տարեցները ավելի շատ, միջին տարիքից բարձր մարդկանց ավելի հաճախ կտեսնես այգիներում մարզվելիս, յոգայով զբաղվելիս, վազելիս, արագ քայլելիս։ Ամեն անգամ երբ գալիս ենք, այն կողմ գնա, Ամեն անգամ երբ գալիս ենք այս այգի, այստեղ է գալիս իր դինամիկով երգա միացում ու պարերա փորձում, երևի պարող է։ Գնա բարձրացի տեսնեմ, առանց բռնվելու կբարձրանաս։ Շատ ապրես դու։ Կարող ես իջնել։ Ես գամ իջացնեմ քեզ։ Ես գամ քեզ իջացնեմ։ Չէ, հələ փորձի դու իջնես։ Դու փորձի հələ։ Ստեղան տրյուկներ է անում ինչ որ։ Տես ինչ անում են ձյաձյան։ 3 ընկերներով մարզվում են այստեղ։ Այսա։ Արեգը ուրա բարձացել։ Բարձրությունն է սիրող տղա է։ Արոնիի նման։ Բարի։ Հելը նայի բարի։ Բարձրությունից վախկոտ մամա։ Հա? Ինչ անեմ։ Նստի։ No. Արեգը ծարավացել է ջուր ուզեց, ասցի ջուր արի գնանք ավելի լավա կոկոս խմի։ Կոկոսասերը։ Կոկոս շատ է սիրում։ Կարող ես։ Մեր շենքի շինարարական աշխատանքները շարունակվում են։ Ներկել են այս գույների մեջ, սպիտակ և մոխրագույն։ Ամբողջ շենքը պիտի ներկեն, դեռ միայն այս կողմն են ներկել, շենքի ետևը չեն ներկել։ Այս պարաններով ինչ պիտի անեն, տեսեք, կտոր գցել են գետնին։ Տեսնենք վերջում ինչ տեսք է ունենալու։ Սիրելիներս Անուի հետ եկել ենք ակնոց գնելու։ Այս ակնոցի խանութ ենք մտնելու հիմա։ Կողքին էլ վարագույրի խանութ է։ Այստեղ էլ կուզեի մտնել մի հատ։ Ինչ ակնոցներ ունեն։ उसमें से you won't pay anything over here. You will do everything. Your coupon code आया that I entered over here. You will receive a message within 4 hours from Medivali. Keep it back.
Վերցրեցի սա եւ սա, այս մեկը շատ հավանեցի, ավելի շատ քան այն մյուսը։ Եթե օպտիկական ակնոց ես գնում, անվճար ստուգում են տեսողությունը։ Եկանք պաղպաղակի խանութ, պաղպաղակ գնեցինք, գթալներն էլ դրեց վրան տվեց, գնում ենք տուն վերջ։ Ժողովուրդ ջան, Արեգին քնացրեցի ու վազեցի խանութ։ Ոյ, դրսում այնքան շոկ էր, մտել եմ ներս ու շունչս փչել եմ այս հովից։ Տեսնենք ինչ ենք գնում։ 2 հատ դեմքի սրբիչ վերցրեցի, կապույտ եւ վարդագույն։ Սրանք լվացքի համար են, որպեսզի ինչ որ բան ենք գցում լվացքը չփչանա, չծռմռվի։ Մի հատ վերցրեցի։ Տեսեք, սա հոնքերս ապրելու համար է, ես չգիտեմ դուք երբևէ օգտագործել եք, ես չեմ օգտագործել։ Հոնքերս ապրել։ Սա եմ ուզում վերցնել անկողնային պարագաները պահելու համար։ Պատերին փակցնելու համար։ Սիրելիներս, ես խանութից վերադարձա, այն ինչի համար գնացել էի, չհավանեցի, մյուս բանը չգտա, մի խոսքով, բայց փոքրիկ գնումներ եմ արել, եկեք ձեզ ցույց տամ։ Ռոնի մատիտների համար եմ գնել սա։ Քոննա, Ռոնինը չի, ասում է it's mine, դա իմն է։ Երեխաների լեզուն մաքրելու համար հարմարանք, դուք օգտագործում եք սրանից։ Հնդկաստանում շատ տարածված է, գրեթե բոլորն օգտագործում են, ինձ թվում է։ Սա շատ պետքական բան է։ Երկար ժամանակ օգտագործում եմ, իմը փչացավ, նորը գնեցի։ Շատ լավն է։ Տարբեր անկյունային հատվածներ մաքրում եմ սրանով։ Անհրաժեշտ բան է տան համար։ Դու ո՞րն ես ցույց տալիս։ Քո ատամի, վաու, ատամի խոզանակը Արեգին։ Լավն է, հավանում ես։ Հելենայի։ Այնքան արագ եկա նստեցի, ասում եմ մի հատ լույս էլ չվառեցի, նայում եմ, ասում եմ մութ է կադրես, ինչի է մութ, լույս չեմ վառել։ Նստել եմ։ Հա ջան։ Սա ձեզ այնտեղ ցույց տվեցի, լվացքի համար նախատեսված գնեցի մի հատ։ Հələ այդ ի՞նչ է, բերբալ։ Բեր ցույց տուր։ Ես ցույց տամ։ Սա ինձ համար եմ գնել, այսպես դնեմ, տեսնես։ Հա? Yes. Այ։
Վաու, ի՞նչա։ It's water. Էս ի՞նչա, մայ թարս դրեցի ժողովուրդ։ Փիսիկը մնաց հետևում, բալա, բայց ճիշտ է դնենք։ Սիրուն, հա։ Ուրախացել է սրա վրա։ Փիսիկ։ Գնել եմ թաց անձեռոցիկ։ Էլ ինչ կա, բալա։ Այսպիսի կախիչներ եմ գնել։ Mama, you Ինչա, սա ինչա տես։ is tall. Քո սրբիչը կկախենք սրանից։ Mama, Մի հատ սրանից եմ գնել։ Ռոնին եկավ դպրոցից, հիմա հացած ցույց կտա արեգը, ինչ էր կան։ Էլ ինչ ունեմ։ Հիմա խանութներում բազմազանություն է, այնքան բան կա, որ ինչի համար էլ որ չես նախատեսել որ գնես, մի հատ այդ կողմով էլ ես անցնում, չնայած ասեք որ կանայք են այդպիսին տղամարդիկ այդպես ինչ են, երևի հազվագյուտ դեպքերում տղամարդիկ այդպիսին կլինեն, որ մտնեն խանութ ու ինչ իրենց հարկավոր չի, դա էլ նայեն, դա էլ դրանից էլ գնեն։ Մենք կանայքս ենք այդպիսին կարծում եմ ավելի շատ։ Օրինակ իմ ամուսինը եթե կոշիկի համար է մտնում խանութ, ինքը գնում է միանգամից կոշիկի բաժին, կոշիկը գնում է ու դուրս է գալիս ու շատ արագ է կողմնորոշվում։ 10-15 րոպեում իր գնումներն անում է դուրս է գալիս։ Կամ չգիտեմ, ինչ որ օրինակ նոթատետր է ուզում գնի, գնում է միանգամից այդ նոթատետրը վերցնում, գալիս է կողքերը չի նայում։ Ինչ գրիչներ կան, ինչ այլ տետրեր կան, ինչեր կան։ Ինձ ավելի հեշտ է, բայց դե ինձ մոտ չի ստացվում։ Ձեզ մոտ ստացվում է։ Դեմքի փափուկ սրբիչներ եմ գնել, իմ ուզում եմ փոխել։ Մի հատ կապույտ, մի հատ վարդագույն։ Եվ վերջ։ Մի հատ էլ մազի ռեզին եմ գնել սրանից։ Կոպեմ մազերիս։ Շատ շոքա։ Այս արդեն պիտի պատուհանները փակենք, որովհետև ժամը 6-ից հետո արդեն մոծակները կգրոհեն տուն, դրա համար 6-ից հետո պարտադիր փակում ենք։ Դեռ լինում է, որ ես 5-ից հետո էլ եմ փակում։ Սիրում եմ այս պոպոզիկը։ Ժողովուրդ, ուրեմն Ռոնիես դպրոցում կարգ կա, կարճ մազերը կարճ կտրել, տղաները պիտի կարճ մազերով գնան դպրոց, աղջիկները պոչիկ կապեն, ու ընդհանրապես ոչ մի ատրիբուտներ մազերին եւ այլն չի կարելի դնել աղջիկներին էլ։ Շղթա, մատանի, ինչ որ հետաքրքիր տարբեր ձևի ճտիկներ, չգիտեմ ինչեր չի կարելի, որովհետեւ դրանով նրանք կտարբերվեն մնացած երեխաներից, կշեղվեն, կսկսեն դրանք ուսումնասիրել, քննարկել, ումն է լավ, ումը ինչ գույն է եւ այլն։ Դրա համար դպրոցում ոչինչ կրել չի թույլատրվում։ Այս անգամ Ռոնին չի ուզում մազերը կարճ կտրի, ուզում է երկարացնի, իրան այդ ձևն է ջուր գալիս, ճիշտ ասած ինձ էլ է ջուր գալիս։ Համ էլ ուզում ենք երկար մազերով նկարեինք, ֆոտոսեսիա անենք, դրա համար այդպես տնօրինությանը պիտի նամակ գրենք, որ խնդրում ենք նկատողություն չանել երեխային մազերը չկտրելու համար, մենք պատրաստում ենք ֆոտոսեսիայի, դրա համար ուզում ենք երկարացնել մազերը, տեսնենք ինչ կասեն։ Այդքան էլ պարտադիր չի, որ տղաները պիտի կարճ կտրեն մազերը, երեխաներ կան, որ ուզում են մի քիչ երկար պահեն։ Բնականաբար աղջիկների նման չեն երկարացնի այդքան երկար մազերով գնան դպրոց, բայց մի փոքր երկար պահեն մազերը։ Այնքան կարճ լինի այս հատվածը, որ մազերը աչքերը չլցվեն, բայց կարելի է հետևից կողքերից երկարացնել մի փոքր, բայց դե կարգ են սահմանել։ Այդպես ավելի կոկիկ է, սիրուն է, ինչի հետ ես համաձայն եմ, հա։ Բայց մեկ կարելի է երկարացնել, էլի, ասում եմ դե 10 տարի, 12 տարի դպրոց է գնալու, ուրեմն ընդհանրապես չպիտի երկարացնի այդ տարիների ընթացքում մազերը։ Մի խոսքով տեսնենք ինչ կպատասխանի տնօրենը։ Դե սիրելիներս, այսքանով էլ եզրափակեմ։ Ձեզ կհանդիպեմ մյուս վլոգի շրջանակներում, իմ տղաները չարաճճիություններ են անում։ Ռոնին երբ տանն է, միասին ավելի շատ են չարաճճիություն անում, Արեգը երբ մենակ է, այդքան էլ չէ։ Մի խոսքով գնացի։